Դահանգիստ։ Ողջույն, եթերում տարբեր Խաղաց, TV-ն է։ ով։ Ով է Հասմիկ Սիմոնյանը։ Հասմիկ Սիմոնյանը հետաքրքիր ժպտերես ամենակարևորը, լավ մարզիկ է, որին սիրում են բոլորը։ Բոլորը սկսած սովորողներից մինչև ընկերներ։ Եվ այնքան տարբերվող է, որ Հասմիկի մասին պատմում են իր ընկերները։ Ընկերներից մեկը ես եմ եւ սիրով կպատմեմ Հասմիկի մասին։ Հասմիկ մարզ չի, Հասմիկ մարդու մարզիչ, տարբերվող մարզիչ է, որովհետև թենիսը խաղում է ձախ ձեռքով։ Խոստովանեց, այ գաղտնիք էր, որ չգիտեինք։ Եվ վերջերս պարզեցինք, որ Հասմիկը թենիս է խաղում ձախ ձեռքով, աջ ձեռքով թենիս կխաղա համարյա իր նման, այսինքն շատ վատ։ Հասմիկից անընդհատ կարելի է սովորել։ Սովորել եւ այն մարդկանցից է, որ չի հոգնում, երբեք չի հոգնում սովորեցնելուց։ Չի հոգնում սովորեցնելուց, չի հոգնում լինել հետաքրքիր, անընդհատ աշխատում է ինքն իր վրա, հարց ու փորձով, հարցնելով եւ անհամբեր սպասում է, միշտ սպասում է, երբ որ իրեն դիմեն ինչ-որ հարցով ինքը օգնի։ Այդքան տարբերվող է, քան անհրաժեշտ է, լավ տեսակից է Հասմիկ Սիմոնյանը։ Լուրեր է տարածվում, որ ինչ-որ մրցանակ է շահել, Հասմիկը ճիշտ է, ահա։ Դե Հասմիկի մրցանակները շատ կարող են լինել, այն ինչը որ մենք գիտենք, այն ինչը չգիտենք, Հասմիկը գիտի։ Այո, Երևան քաղաքի Հայաստանի լավագույն թենիսիստուհիներից մեկն է Հասմիկ Սիմոնյանը, որովհետև այո, ունի մրցանակներ, շատ համացանցում հենց տեղադրված է Հասմիկի խաղը, շլացուցիչ, որ այսպես փոփ, ես թվում է թե իրական չի, սարքածա, բայց հետո չէ, ականատեսները ասում են, հետո մենք էլ ենք ականատեսում, որ չէ, այսպես խաղաց, բայց ձախ ձեռքով, այսպես, չեմ պատկերացնում, ձախով ինչպես կարելի է խաղալ ընկեր Հասմիկ, ինքան ուրախ եմ, որ գիտեմ Հասմիկ Սիմոնյան, աղջկան, նորից մարդուն, քաղաքացուն, այ Հասմիկ Սիմոնյանը 2023 թվականին վարչապետի գավաթ, ճիշտ եմ ասում, այո, վարչապետի գավաթի շահեց, մրցանակակիր դարձավ, եւ Հաս ջան, դու կներկայացնես այդ գավաթի պատմությունը։ Համեստությունը Հասմիկի զարդն է, համեստությունը Հասմիկի զարդն է, կարելի է ինքն Այո, Սուզի ջան, կարելի է, բայց ես մի քանի օր առաջ Հասմիկը կազմակերպել էր բաց մրցաշար Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ եւ էլի ճանաչվեց հաղթող, քիչ անհամեստ է եւ կստամալիրը ստացավ այսպիսի գեղեցիկ գավաթ։ Այսպիսի մրցաշարները շատ լինեն, այլ այլ ընթացքում մենք խոսում ենք, Հասմիկի մասին պատմում ենք, բայց սովորողները խաղում են իրանց սիրած խաղը թենիսը, որովհետև թենիսի սրահում Հասմիկը ստեղծել է ոչ միայն միջավայր, որտեղ զբաղվում են սպորտաձևով, այլ ստեղծել է մի հետաքրքիր ընկերական միջավայր, լավ ընկերական միջավայր, որ բոլորը շտապում են արագ իրենց գործերը ավարտեն, հագնեն իրենց մարզակոշիկները, շորերը ու գան ընկեր Հասմիկի հետ խաղալու, ընկեր Հասմիկից սովորելու, իրար հետ ընկերանալու, այդ միջավայրը Հասմիկին Հայաստանի չեմպիոն է, չէ՞։ Այո, 16 թվականին։ Միշտ կատակում ենք, որ ամեն տարի Արագած համցում էր և իրոց լեռները նույնպես։ 68 անգամ Արագած 35 անգամ Արագած։ 35 անգամ բարձրացել է, չնայած 60-ն էլ ծարերի հետևում չի, այո, 38 անգամ Արագածի բարձունքը հաղթահարած մարզիկ է, Հայաստանը սիրող մարզիկ է, որովհետև այո, մարզիկը նախ եւ առաջ ես միշտ ասում որ սեբաստացիները այն մարդիկ են, ովքեր սիրում են Հայաստանը եւ սիրում են մաքրել պահել իրենց երկիրը։ Ասում այդ լավ մարդկանցից մեկն է, լավ քաղաքացիներից մեկն է։ Շնորհակալ եմ Սյուզի ջան։ Բրավո! Ձեր հանդիպ, ձեր
Օպրեսիվ ջան։ Եվ ամենակարևորը Հասմիկ Սիմոնյանը ուսումնական ժամերգությունների մի ամբողջական փաթեթ ունի լուսաբանված, տեսեք մարզիկ է, բայց ամեն ուրբաթ մասնակցում է ուսումնական ժամերգությանը Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Հասմիկ ջան, խնդրում եմ թիվը ասես թե քանի լուսաբանում ես արել։ 98 98 լուսաբանում Հասմիկ Սիմոնյանի կողմից ուսումնական ժամերգության ժամանակ։ Շնորհակալություն Հասմիկ Սիմոնյան, իսկ քանի ուրբաթ համերգ եք լուսաբանել։ Վերջին տվյալներով 200-ից ավել։ Վերջին տվյալներով 200-ից ավել ուրբաթ համերգ է լուսաբանել այս մարզիկը, թենիսիստուհին, լավ քաղաքացի։ Շնորհակալություն ամենահասակել Սյուզի Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Ոյ դու